Նա պիտի ծնվեր, որ նոր լույսով լցներ կյանքը։ Նա ծնվեց, որ հույս տա կորստի ցավով ապրող իր ընտանիքին։ Կրտսեր Հրանտը ծնվել է հայրիկի Հրանտի զոհվելու 40-րդ օրը։ Հղիության 8-րդ ամսում էր Արևիկը, երբ սեպտեմբերի 25-ի պայթյունը խլեց ամուսնու կյանքը։ Կարդում եմ բենզինի պահեստում պայթյուն ա եղել, բացում եմ ինքը Հայկազովը, ինձնից անկախ ես вообще չեմ տրվում այդ Facebook-յան հաղորդագրություններին, ինձնից անկախ այդ վիճակում արդեն անձրև էր գալիս ու մութը ընկած էր։ Դուրս եմ գալիս տնից, պատահական ավտո եմ կանգնացնում, որ ինձ հասցրեք, խնդրում եմ հիվանդանոց։ Հիշում է ողբերգական օրվա ամեն մի դրվագը։ Իր սրտի տակ բաբախող փոքրիկ սիրտն էր ուժ տալիս հիվանդասենյակից հիվանդասենյակ վազելու, սարսափելի տեսարաններից չխելագարվելու, ամուսնուն փնտրելու համար։ Մտնում եմ բժիշկներից մեկը ընդեղ ինձ ասում է, ես Հրանտին տեսել եմ, այդ պահին չեմ պատկերացնում, որ Հրանտին կարա տեսած լինի, որովհետև այդ հիվանդների այդ այրվածքներ ստացած մարդկանց որ տեսնում էի, չէի ուզում, որ ինքը դրանց մեջ լիներ։ Հետո չեմ գտնում, երեկոյան ուշ գալիս եմ տուն, այդ ժամանակ աղջիկս մի տարեկան էր, պայթյունը 25-ին էր, աղջիկս սեպտեմբերի 22-ի մի տարեկան էր։ Աղջիկս մոտենում է, չեմ կարողանում իրան գրկեմ, չեմ ուզում։ Արևիկը չէր ուզում, որ ամուսինը վիրավոր լիներ։ Հետո երազում էր նրան գոնե վիրավոր տեսնել, վերջում գոնե գտնել մարմինը։ Այս ճակատագրով միակը չէ Արևիկը։ Պատերազմի կամ պայթյունի ժամանակ այրիացած 7 հղի կին է, բռնի տեղահանվել Արցախից։ Գիտեի, որ իր ամենամոտ ընկերը երեխայի հետ չկա, էլի տեսուչա ոստիկանության աշխատող։ Իր քրոջ երեխան չկա, գիտեի, որ տեքրս արդեն գտնվել է հիվանդանոցում է։ Ու տենց բարեկամներին էինք փնտրում, բայց չգիտեի, մտքովս չէր անցել, որ կարող է Էրիկս էլ հետեղ լիներ։ Ոստիկանության ավագ տեսուչ Էրիկ Բաղիշյանի այրին Անուշը 3 երեխա է մեծացնում։ Երեխաները, որ մտան, իրենց պապային ճանաչեցին, դաջված կար, խաչ կար ձախ կողմի վրա։ Հետո իրենք ինչ չասեցին, երեխաներս ինչ չասեցին իմ վիճակը իմանալով։ Ընտանիքի երրորդ երեխան կրտսեր Էրիկը ծնվել է 2024-ի փետրվարին։ Անուշը 4 ամսական հղի էր, երբ սեպտեմբերի 19-ին Արցախում պայթեց առաջին արկը, սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստը, այնտեղ էր նաև Անուշի ամուսինը։ Եկա արդեն Սյունիք, ինձ այդտեղ պարկեցրեցին, ասեցին, որ բալիկը չի փրկվի։ Բայց ես այդ գիշեր գիտեի, որ Էրիկս էստեղ ինձ է սպասում։ Եկա հասա Երևանի հիվանդանոց, մտա Էրիկի մոտ, ճիշտ է ինքը անգիտակից էր, չէր խոսում, ու այդ ժամանակ ես Էրիկին խոստվեցի, ոչ մի բան չկարողացա ասել, ասեցի քո երազած բալիկը կծնվի, ու հենց դուրս եկա Էրիկիս կյանքը ավարտվեց։ Ծանր հղիություն էր, սարսափելի հոգեբանական ապրումներն արել էին սև գործը, մայրիկի մոտ առողջական խնդիրներ առաջացան, հետո բալիկը խնդիրներով ծնվեց։ Հայորդի կազմակերպությունը հենց եկավ արդեն հիվանդանոց, վերցրեց իր վրա իմ բալիկի այդ հիվանդանոցին, քանի որ անվճար մեզ ոչ մի փաստաթուղթ չունենք, ոչ ծառայողի, ոչ զոհվածի, ոչ մի փաստաթուղթ, անվճար չէր ստացվում ոչ իմ բժշկվելու դեղորայքը, թե MRT կատե անցնելը, թե Էրիկի։ Հայորդին այս կանանց կողքին էր ամենասկզբից, ամենածանր պահից։ Մենք իրենց հետ խրիության փուլից սկսած արել ենք առավելագույնը, այսինքն բժշկական ծախսեր, երեխայի խնամք, ծննդաբերության համար անհրաժեշտ պարագանել եւ ծնվելուց հետո յուրաքանչյուր ամիս ընտանիքին մենք նվիրաբերում ենք 50,000 դրամ երեխայի կարիքները հոգալու համար, նաեւ ընթացքում եթե լինում է առողջության հետ կապված խնդիրներ կամ այլ սոցիալական խնդիրներ, փորձում ենք բոլոր ծախսերը հոգալ։ Առանց իրանց փնտրելու իրանք մեզ գտան առաջին իսկ օրվանից մինչև հիմա հայորդին ու մայրենիք ծրագիրը մեր կողքին է։ 2 տարի է գործում է մայրենիք ծրագիրը։
Առաքելությունը շարունակելու համար միջոցներ են պետք։ Հայորդին նորից դրամահավաքի է պատրաստվում մայրենիքի համար։ Միջոցները գուցե եւ սպառվել են, բայց ոչ հայորդիին օգնելու կամքը։ Կրկին պետք է մեկնարկենք դրամահավաք, որի միջոցով պետք է գտնենք աջակիցներ, բարերարներ, ովքեր որ պատրաստ կլինեն առաջիկա 5 ամիսների ընթացքում աջակցել այն կանանց, ովքեր որ իսկապես ամենաշատ ունեն դրա կարիքը։ Ամենից կարևորը, որ ես կուզեի շեշտել, դա հենց այն է, որ Վաչեն եւ հայորդի հիմնադրամը տարբերություն չդրեցին Պայթունի զոհերն ու պատերազմի զոհերին։ Ու չտարանջատեցին հերոս տղաների, երեխաներին։ Հայորդիի նպատակը միայն երեխաների խնամքին աջակցելը չէ։ Նրանք ուզում են, որ կյանքին հույսով նայեն հույսը կորցրած այս մարդիկ։ Հույս ունեմ, որ կգտնվեն աջակիցներ եւ կկարողանանք շարունակել այս կարևոր լույս բերող, սեր ու ուժ բերող ծրագիրը, որովհետեւ Մայրենիք ծրագրի գաղափարը հիմքը հենց ծնունդն է ու այդ ծննդի այդ լույսի գաղափարը պետք է իսկապես շարունակել այնքան մինչև որ կարողանան կանայք ինքնուրույն վերականգնվել ու ապրել։ Կրտսեր Հրանտն ու Էրիկը, ինչպես նաև այն բոլոր երեխաները, որոնք իրենց հայրերին ճանաչում են միայն լուսանկարներից, դարձել են ամենալուսավոր շողը մի պատմության մեջ, որը ծնվել է մթությունից, բայց ապրում է հույսով։ Արդեն 2 տարի այս փոքրիկները լռությամբ եւ լույսի սպասումով մի մեծ ցավ են կրում եւ կարիքն ունեն յուրաքանչյուրիս աջակցության։